Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է 2 ամսից պակաս։ Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն սկսել են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը։ Armenia Today-ի կողմից 2025 թվականի հուլիսից անցկացվող պարբերական հարցումները, որոնց մասնակցել է ավելի քան 1600 մարդ, ցույց են տվել, որ քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնում են անվտանգությունը, տնտեսական անկայունությունը եւ սոցիալական վիճակը, անորոշ ապագան, կրթության եւ առողջության հարցերը։ Նույն խնդիրներն են արձանագրել նաեւ միջազգային կազմակերպությունները Հայաստանում իրականացրած հետազոտությունների արդյունքում։ Armenia Today-ը եւս մեկ հարցում է անցկացրել Երևանի փողոցներում, պարզելու համար, թե մայրաքաղաքի բնակիչները որ խնդիրներն են համարում առաջնահերթ եւ ինչպես են պատկերացնում դրանց լուծման իրական ուղիները։ Խնդիրները շատ են, ես ինչ ասեմ։ Սկսած մանկապարտեզից, երեխային ճիշտ դաստիարակելու, դպրոցը, սա առաջնային է, մարդու դաստիարակչական աշխատանքը, մնացած որպես հետևանքը դրանից գալիս է, սա պահանջում է տարիներ, ոչ թե ինչ-որ մի տարվա, 2 տարվա կամ էլ ընտրություններից կախված սա կլինի, թե նա կլինի։ Խնդիրները շատ են։ Լուծումների հույս ունեմ մենակ իշխանափոխության պարագայում։ Միայն ու միայն միասնությունը, այս բոշի բազարը պիտի վերացվի ու ով որ սխալը պիտի պատասխան տա։ Մեր հաշվին աշխատավարձ են դեր ստանում, ովքեր համահայկական հիմնադրամներ ծամեցին։ 30 տարի ծամեցին հիմնադրամները 6-7-րդ բաժինը հատկացրեցին ինչի համար որ այա, մնացածը իրենք փայատերեր էին։ Այնքան խնդիր ունենք, չգիտեմ, շատ են։ Ուզենամ ես թագավորը չընտրվի, Փաշինյանը չընտրվի։ Ով ուզում ալնի, էսի չընտրվի։ Շատ հողեր տվին, շատ զոհեր տվին։ Խնդիրները անտանելի շատ են, բայց ես ինքս չեմ կարողանա ասեմ ինչպես կարող, որովհետև ղեկավար անց չեմ։ Նրանք պետք է ավելի ճիշտ իմանան։ Առաջնային անվտանգությունն է, հետո աշխատատեղերը։ Չեմ կարծում Հայաստանում դեռ մոտակա ժամանակներս որևէ մի հարց կլուծվի։ Ամբողջը խնդիր եմ ես պատկերացնում, ամբողջը, բացարձակապես։ Ամենալրջագույն խնդիրը այսօրվա իշխանությունից ազատվելն է։ Մի կերպ ազատվենք, ինձ թվում է գոնե Հայաստանը կարողանա մեջքը շտքի ու կարողանա առաջ գնալ։ Այդ դա է մեր ամենակարևոր խնդիրը այսօր եւ հուսով ենք 2 ամսից այդ խնդիրը կլուծվի։ Ենթադրենք ձևավորվեց նոր կառավարություն, որ խնդրի լուծումից պետք է սկսի գործունեությունը։ Առաջինը մեր երկրի անվտանգությունից պիտի սկսի։ Եթե հաշվի ենք առնում մեկը մտնում է մի տուն, որը տանիք չունի, այդ մարդը, այդ ղեկավարը, այդ տանտերը պիտի սկսի տանիքի նորոգումը, տանիքի նորոգումից պիտի սկսի, որպեսզի իր երեխաները, իսկ այս դեպքում հայ ժողովուրդը այդ լիդերի երեխաներն են, պիտի առաջին անվտանգությունը ապահովի, տանիքը նորոգի երկրի, նոր կարողանա ինչ-որ խնդիրներ լուծի, ինչ-որ ենթակառուցվածքային կլինեն, դա օրենսդրական խնդիրներ կլինեն, որպեսզի կարողանան այդ խնդիրները լուծեն։ Մեր խնդիրները այնքան շատ են, որ ժամեր է պետք, որ անդրադառնալ այդ խնդիրներին։ Այդքան շատ են։ Այսօրվա իշխանությունը տեղով խնդիր է մեր համար։ Իսկ խնդիրները սահմանային իրավիճակը, որ օդի մեջ է, ոչ մի ռեալ հստակ բան չկա։ Օրը մի տարածքի վրա Ադրբեջանը կարողանում է տեղադրել իր դրոշը եւ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հանգիստ է տանում դա։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, ես ուրիշ բան չեմ ասելու։ Ինքը հեռացավ, բոլոր հարցերը կկարգավորվեն։ Շատ բարդ է լինելու, շատ բարդ։ Ես չեմ պատկերացնում մի անձնավորություն, որ կկարողանա այդ հարցերը կարգավորել, բայց որ ինքը պիտի գնա, դա միանշանակ։ Ինքը չարիք է այս երկրի համար, ես ուրիշ բան չեմ ասել։ Առևտրի համակարգն է, մարդկանց վերաբերմունքը հանդեպ իրար, ինչ ասեմ, ղեկավարել է երկիր, ես միշտ հույսերս կապում եմ իմ երկրի հետ, միշտ հավատում եմ, որ պիտի լավ լինի։ Որպեսզի մենք լինենք անկախ, հույսներս դնենք միայն մեր վրա, ուժեղանանք գիտությամբ եւ զինվածությամբ եւ խելքով եւ ամեն ինչով եւ հաղթահարենք այն մեր մեջի դարավոր եկած բանը, որ մեզ ինչ որ օգնական է պետք։
Դե առաջատար երկրների հետ պետք է համագործակցել շատ ուշ, առաջատար այսօրվա, ոչ թե երեկվա։ Ես կարծում եմ, որ պետք է համագործակցել, բայց ոչ թե մտնել նրանց ոնց թևի տակ ու նրանցից սպասել ամեն ինչ։ Ես կարծում եմ, մեր ազգը բավականին խելք ունի, պրոստը հարկավոր է, որ դա ի գործ դնի եւ հավատա իր ուժերին։ Առաջիկա ընտրություններին պետք է ընտրենք հայրենասեր առաջնորդ եւ այդ հայրենասեր առաջնորդը մեր ազգը կտանի այդ խնդիրների լուծման։ Խնդիրները շատ են, չեմ կարա ես հիմա ձեզ երկու բառով ասեմ, հիմնականում որ ազգը պետք է միավորվի։ Հայրենասիրություն, գաղափարի շուրջ, որ մնացածը արդեն առաջնորդը, որ ընտրվելու է, ինքը լուծի այդ խնդիրները։